Հունիսի 4-ին ժամը 23:25-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի ու հայտնել, որ Սովետաշենի ավտոշուկայի մոտ ուշագնաց տղամարդ կա, ինչ որ անձինք էլ հարձակվել են նրա վրա։ Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Նուբարաշենի խճուղու թիվ 1 կոտորակին հասցեի դիմաց նույն օրը ժամը 23-ի սահմաններում Ֆորդ ավտոմեքենայի վարորդ 1958 թվականին ծնված Եղիշե Խաչատրյանի եւ անհայտ ավտոմեքենայի վարորդի եւ ուղևորների միջև վիճաբանություն է եղել, որի ընթացքում Եղիշե Խաչատրյանը ստացել է մարմնական վնասվածքներ ու մահացել։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի հունիսի 3-ից 6-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 2, սպանության փորձի եւ մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու մեկական դեպք։ Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 40 դեպքից բացահայտվել է 34-ը։ Բացահայտվել է գողության 20, խարդախության 8, յուրացման 3, կողոպուտի շորթման հարկերից խուսափելու եւ համակարգչային հանցագործության մեկական դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 եւ գողության 9 դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 36 պատահար, ինչի հետևանքով 49 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայողները մայիսի 30-ից հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում Երևանում իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում տուգանային հրապարակ են տեղափոխել 110 տրանսպորտային միջոց, որից 3-ի վրա առանց համապատասխան թույլտվության տեղադրված են եղել գերհզոր ձայնային ազդանշաններ տալու սարքավորում, 84 մեքենայի վարորդ եղել են ոչ ստապ վիճակում, 23-ը առանց համապատասխան փաստաթղթերի եւ այլ խախտումների համար։ Ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի ծառայողները մայիսի 30-ից հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության մարզերում իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում տուգանային հրապարակ են տեղափոխել 70 տրանսպորտային միջոց։ Բացի այդ հայտնաբերվել են ոչ ստապ վիճակում մեքենան վարելու 65 եւ ժամկետն անց ապա պայմանագրով տրանսպորտային միջոցը վարելու 8 դեպք։ Տուգանքը 100,000 դրամ։ Ծառայության ընթացքում կազմվել են թաղանթապատված հողմապակյով երթևեկելու 33 արձանագրություն, եւս 10 մեքենայի վարորդ իրավախախտման հատկանիշները վերացրել են խախտումը հայտնաբերելու պահին։ Հունիսի 7-ին Երևանի ժամանակով ժամը 11-ից 13-ը արտերկրի մեր հայրենակիցները Skype-ի միջոցով կարող են հարցեր ուղղել ոստիկանության ներկայացուցչին, մասնավորապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, քաղաքացիությունը դադարեցնելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր եւ նույնականացման քարտ ստանալու, փոխանակելու, ըստ բնակության վայրի հաշվառվելու, կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաեւ անձնագրային եւ վիզաների վարչության գործառույթներին առնչվող այլ հարցերի վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության Skype-ի հասցեն Armenian Police, հարցեր կարելի է ուղղել նաև press@police.am, դիմում @police.am էլեկտրոնային հասցեներին։